Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Աստված օգնական Տեր Արմեն։ Ողջույն եւ Աստված պահապան Ժիրայր ջան։ Կարծում եմ հետևեցիք Կիրակի օրը տեղի ունեցած պատարագին, որը մատուցում էր Հովանավանքում Տեր Արամը, որին կարգալույծ էին արել օրեր առաջ Մայրաթորից եւ վարչապետն էր ներկա, բարձրաստիճան պաշտոնյաներ, մարդիկ էին հավաքվել, բավականին նաև ներսում թե դրսում հետևում էին պատարագին, հայտարարություններ եղան, որ պատարագը չի կարող լինել ընդունելի, այն կեղծ է եւ սրանով մեծագույն հարված է հասցվում հայոց եկեղեցուն ու նման բաներ, հա։ Նախ սկսենք նրանից, ինչպես եք վերաբերվում, որ կարգալույծ եղած քահանան պատարագ է մատուցում, որին ներկա է գտնվում երկրի բարձրաստիճան ղեկավարությունը։ Նախ առաջին հերթին ես հայտնեմ իմ ուրախությունը եւ գոհունակությունը այսօրվան իրադարձություններուն եւ ես կհիշեմ արաքելական առաջին եկեղեցին, երբ որ հիմնվեց, ուրեմն այնտեղ Սուրբ Գիրքը մեզ պատմում է, որ բոլոր արաքյալները եւ ժողովուրդը միասիրտ եւ միահոգի էին։ Այդ օրը ուրեմն հիմնվեց առաջին քրիստոնեական արաքելական եկեղեցին։ Եվ ես այսօր, երբ որ հետևեցի այդ իրադարձություններում, բադարակին, վարչապետի ներկայության եւ այս խորներամ բազմության, ուղագի հոգիով գնացի արաքելական շրջանի առաջին եկեղեցին, որտեղ միևնույն բովանդակություններ եւ միևնույն հոգիներ։ Արաքյալները ժողովրդի հետ միասին հավաքվեցան մեկ սիրտ եւ մեկ հոգի։ Չկար այնտեղ մեծ, չկար փոքր, չկար այս արաքյալը ավելի մեծ է, այս արաքյալը ավելի գրծեր է։ Բոլորը հավասար միասիրտ եւ միահոգի։ Եվ այսօր անգերձ եմ ասում, եւ որ հետևեցի պատարագին, ես հիացած եմ Ժիրայր ջան։ Ես հիացած եմ եւ շատ հուզված եմ։ Ինչու՞։ Հուզված եմ, որ մենք առաջին անգամ լալով տեսնում ենք անկախացած մեր երկրի մեջ մի վարչապետ, մի իշխանություն, որ ամբողջական խոնարհությամբ ներկա է եկեղեցու մեջ։ Ես երբ որ տեսա, որ մեր վարչապետը իր կողքի նախարարներով ձունգի եկած խոստովանանքի ժամանակ, ես այդ պատկերը չեմ փոխի ոչ մի արժեքի հետ, ոչ մի արժեքի հետ։ Հիմա պիտի ասենք կամերաների արջև է, չգիտեմ ինչ, ինչի հետաքրքրում։ Ես տեսա մի խոնար վարչապետ, մի քրիստոնյա կառավարություն, որ իր ամբողջ սրտով եւ հոգով այնտեղ ներկա էր աղոթելու եւ վերջ։ Իսկ երկրորդ ես իմ քննադատն եմ հողում դեր Արամին, այդ գազմագերբած այդ մթնոլորտի համար եւ ամենահետաքրքրավանաբար դուք թղթագիտները որ նայեցիք շատ բան չնկատեցիք։ Առաջին անգամ լինելով մեր եկեղեցու մեջ եւ որ հիշադակվում է բարեբաշտ տակավորած եւ աստվածասեր իշխանած այդ մասը բուրվարագիրը դարձավ դեպի մեր վարչապետը եւ խնգարգեց վարչապետին։ Դա կյանքում չի եղել մեր պատմության մեջ։ Սա առաջին անգամն է 30 տարվա մեջ, որ մենք արդեն ապրում ենք որպես քրիստոնյա երկիր եւ որպես քրիստոնյա իշխանություն։ Ով ինչ ուզում է թող ասի։ Հիմա ասում են դեր Արամի պատարագը չեղյալ է, ով որ գնաց այնտեղ անիծված է, ով որ գնաց այնտեղ հերետիկոս է, ով որ ընդունում է հերետիկոս է, եթե այսօրվա իրադարձությունները ընդունելով դա հերետիկոսություն են համարում, ես հրճակվում եմ ինքս առաջին հերետիկոսը, որովհետև ես ընդունում եմ այդ բոլոր եղածը, դեր Արամի պատարագը, այնտեղ մեկ հոգի եւ մեկ սիրտ ներկայությունը եւ աղոթքի զորությունը ես զգացել եմ 2500 կիլոմետր հեռավորության վրա, ով ինչ ուզում է թող ասի։ Իսկ երկրորդ, ինչ որ ասում եք, որ գարկալուց է, ինքը իրավունք ունի կամ չունի եւ չգիտի, ես ուզում եմ մի քիչ ցեզ հետ անգեղծ խոսեմ։ Այսինքն արժանությունը կամ անարժանությունը որտեղ է, ժողովուրդ։ Մենք գարիք ունենք անդրադառնալու եւ դառնալու առաջին մեր ակունքներին, դառնալու առաջին արաքելական եկեղեցվո,
Եթե մենք կոչվում ենք առաքելական եկեղեցի, ուրեմն մենք պետք է դառնանք եւ տեսնենք առաքյալները այս ամեն ինչի հետ ինչպես էին վերաբերվում։ Այն ժամանակ ոչ աստիճաններ կան, ոչ arczepiskopos կար, ոչ կաթողիկոս կար, ոչ մի բան չկար։ Կար մեկ հոգի, մեկ հավատք, հիմնված Քրիստոսի սիրո վրա եւ հիմնված խոնարհության վրա։ Այս բոլոր ինչ որ հիմա տեսնում եք, սա չկար։ Սա հետո մարդկային դրածով որպես ի հայտ եկավ։ Եվ որ հռոմայեցիները իրենց քիթը գողեցին եկեղեցու մեջ եւ կանչեցին եկեղեցու հայրերը, իրենց պաշտոններ բաժանեցին, իրենց խավազաններ դվեց Հռոմի կայսրը, իրենց սկեսներ դվեց, չգիտեմ ինչ տեսակի գլխարկներ ու շորեր ու բادرակից կեսներ եւ որ դվեց, այնտեղ եկեղեցու մեջ մտավ քաղաքականությունը եւ այնտեղից սկսավ մեր բոլոր հարցերը եւ անոր համար այսօր ինչպիսին որ է առաքելական եկեղեցին, խոսքս միայն հայ առաքելական եկեղեցու մասին չէ, առաքելական եկեղեցիները բոլորը անընդհատ եւ ես պատասխանատու խոսք եմ ասում, հերացել են առաքելական գոչումից, սա առաքելականություն չէ, սա առաքելականություն չէ, մենք Սուրբ Գիրքը մեզ ինչի ա գրել էս ամեն ինչը, որովհետեւ մենք նայենք առաքյալները ոնց են ապրել եւ ոնց են գործել, առաջին եկեղեցին ոնց է եղել եւ մենք այդ եկեղեցու առաքելահիմն եկեղեցու ուղիներով գնանք։ Սիրելիս, այսօր եկեղեցին հերացած է, ինչքան որ երկինքը հերու է երկրեն, այդքան ալ հերացած է եկեղեցին իր առաքելութենեն։ Ես չեմ խոսում այս իրադարձություններու կամ այս խայտարագություններու կամ այս բացահայտումներու այս մասին ես չեմ ուզում խոսել, որովհետև այս բոլորը հետևանք է այն ինչին, որ եկեղեցին հերացած է իր առաքելական դիտողից եւ իր առաքելական ընթացքից։ Քրիստոսը այս եկեղեցին չէ որ ուզում էր։ Քրիստոսը այս եկեղեցին չհիմնեց։ Քրիստոսի նպատակը այսպիսի եկեղեցի ունենալը չէր, որում մեջ կա քահագալ, որում մեջ կա դիրագալ, որում մեջ կա եպիսկոպոս, arczepiskopos, որոնք մարդկանց ուղագի մի իշխանություն է, որ դրված է ուղագի մարդկանց արյունը ձձելու, չգիտեմ հիմա մի հատ գենտանի կա է, որ սենց դնում են իրենց մարմնի վրա, որպեսզի արյունը քաշի, չեմ հիշում այդ գենտանու անունը ինչ է հայերենով։ Եկեղեցին դարել է այսպիսին այսօր։ Ժողովուրդ, մենք մեր աչքը այլևս պետք է բացենք, շիրերի ժիրայր, հերիք է, մենք ապրում ենք 21-րդ դարում, ապրում ենք լուսավոր աշխարհում, այլևս այն ժամանակները անցան, որ քուրիսներու հետին ինչ որ գադարվում էր, մենք չէինք տեսնում։ Այսօր ամեն ինչ բացահայտ է։ Ես ցավում եմ մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը այսօր չի կողմնորոշվում, չգիտի ոնց կողմնորոշվի, բայց ախր մենք մեր ուղեցույցը ավետարանն է։ Նայեցեք ավետարանին եւ նայեցեք ձեր հոգեվորականին։ Եթե ավետարանի խոսքերի հետ համընկնում է ձեր հովիվի կամ առաջնորդի ոչ թե միայն խոսքը, այլ մանավանդ կյանքը, ուրեմն ընդունում ենք։ Իսկ եթե նրանից 1 սանտիմ հեռու լինի, այդ հոգեվորականը այլևս ինձ համար Քրիստոսը չի ներկայացնում։ Ուզում են թույլերով վրեն միրոն տոխտապեն, բան չի փոխի։ Վարչապետ Փաշինյանը ասում է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել եւ Հովանավանքի պատարագը խորհրդանշում է մեր սրբության սրբոցի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Ես համաձայն եմ եւ նույնիսկ ես մտածում էի, որ ուշացավ, որովհետեւ շատ հասունցել է Ժիրայր ջան։ Բարոն վարչապետ, շատ հասունցավ։ Այլևս մենք չենք թիմանում։ Գարելի չէ։ Դու քո բեռնով ասեցիր, որ ամեն 1 րոպե բղծությունը ավելանում է։ Ինչու ենք ավելացնում բղծությունները։ Բայց ես այսօր հասկանում եմ, որ իսկապես հասունացավ եւ ինչու ես սկսեցի իմ խոսքը առաջին եկեղեցու օրինակով։ Այսօր առաջին առաքելական եկեղեցու հիմքերը դրվեցին, ճիշտ հիմքերը դրվեցին։ Մեկ սիրտ,
մեկ հոգի, մեկ ժողովուրդ, մեկ Տեր եւ մեկ Աստված։ Եվ ես համաձայն եմ։ Այո, հիմքը դրվեց եւ այսօրվանից սկսյալ բոլորս կոչված ենք պատասխանատվության, որբեսի մեր եկեղեցին մակրակորձենք։ Հերիք է։ Ես որբես հայ եկեղեցվո, առաքելական եկեղեցվո հոգևորական, որբես Աստվածաշունչի գիտակ, որբես քարոզող, ես արդեն հասել եմ մի տեղ, որ ասում են Փավ է։ Հերիք է, էլ թիմանալը չկա։ Փառք Աստուծո, որ այսօր մենք ունեցանք մի վարչապետ, անկախ ամեն ինչից, նայեցեք, եթե հանգարց ինչ որ ասում են վարչապետի մասին, եթե նույնիսկ 1% ճիշտ լինի, այսօր ինձ համար որպես հայ առաքելական եկեղեցու եւ զավակ, վարչապետի այսօրվա արածը մեր սրբությունները մակրակորձելու բղծությունից դա մի նժարի մեջ է, իսկ ինչ որ ասում են բոլորը չի հետաքրքրում, դա ոչինչ կգազմե։ Այսօր մեր վարչապետը սկսավ եւ հիմքը դրեց հայ եկեղեցու բարեկարգման եւ սրբակորձման։ Եվ մենք բոլորս իրեն աջակից ենք։ Բոլորս պատրաստ ենք մեր կորձերը, մեր ամեն ինչը թողնել եւ գալ սադարել վարչապետը եւ ինչ ուզում են թող ասեն։ Հերետիկոս պիտի անվանեն, աղանդավոր պիտի անվանեն, վասն Քրիստոսի եւ վասն առաքելական եկեղեցու հաստատման եւ մակրակորձման մենք պատրաստ ենք բոլոր քայլերու գնալու։ Այո, սկսեց մակրակորձումը, բայց սա հիմնակարը դրվեց։ Բայց շարունակությունը շատ կարևոր է։ Մենք դժվար գործի առջև ենք։ Ժիրայր ջան, ինչ որ տարեր շարունակ այս եկեղեցու մեջ դիրեց, խոսքը միայն 30 տարիների մասին չէ։ Մենք եւ որ գարտում ենք պատմությունը, տեսնում ենք ահրելի դեպքեր եւ դեմքեր, ահրելի, որոնք ուղղակի օգտագործել են եկեղեցին իրենց անձնական ու իրենց քաղաքական շահերի համար։ Այլև ժամանակ եկավ այս լուսավոր աշխարհի մեջ մենք մեր աչքի եւ հոգի լույսը բանանք եւ ասենք հերիք է, մենք ուզում ենք սուրբ եկեղեցի։ Մենք ուզում ենք առաքելահիմն սուրբ եկեղեցի։ Բացի դա էլ չենք ուզում։ Մեկը մեզ թող լոլոտ չգարտա։ Մեկը թող չասի օծված է։ Մեկը թող չասի չոծված է։ Մեկը թող չասի սա հայրաբեդ է, սա մայրաբեդ է։ Էլ չի հետաքրքրում։ Գշտացանք։ Բոլ եղավ արդեն։ Ձեր դիտողները, ձեր կորձերը, ձեր խոսքերը ապացուցին, որ դուք զերո եք։ Դուք իրավունք չունեք այս եկեղեցուն իշխելու։ Դուք իրավունք չունեք այս եկեղեցին ձեր անձնական ու ընտանեկան շահերի համար օգտագործելու։ Հերիք է։ Ժամանակն է, որ ժողովուրդը ինքն էլ գիտակցի եւ ժողովուրդը ոտքի կանգնի։ Ոտքի կանգնեք։ Հիմա է ժամանակը։ Վաղը ուշ է։ Հիմա է, որ երկրի վարչապետը հայ առաքելական եկեղեցու նվիրյալ զավակ է եւ սրտ ցավով ուզում է իր եկեղեցին մաքրել։ Վաղը ուշ է։ Աստված մեզ արիտներ է տալիս եւ մենք այս արիտները եթե չօգտագործենք, վայ եկերը մեզ։ Արթնանանք։ Մենք տեսանք, որ սկսեցին համացանցում տեսանյութեր տարածվել Արշակ Սրբազանի, Մայաթորի դիվանապետի եւ հոգեվոր խորհրդի անդամի մասնակցությամբ, այսինքն տեսանյութեր անձնական կյանքից, ինտիմ բնույթի տեսանյութեր։ Արշակ Սրբազանը չի հերքում, որ այդ տեսանյութերում ինքն է, բայց ասում է, սա հերյուրանք է եւ եկել են ապօրինաբար ու իմ տան մեջ, չգիտեմ, ինչ որ տեսախցիկներ են դրել եւ այլն։ Ժիրայր ջան, ինչի ենք զարմացած, եւ որ մի մարդ կամ որևէ մեկը խոսքը իր մասին չէ, եւ որ մի մարդ հոգուց թադարգ է, սուրբ հոգուց թադարգ է, Աստծո հետ գաբից զրկված է, ինքը ադագ է ամեն ինչ ընելու։ Ես ոչ մի բանի չեմ զարմանում։ Ժամանակին զարմանում էինք եւ որ ասում էին, որ մի գուսագրոն կամ եպիսկոպոս ընկերուհի ունի, զարմանում էինք, ասում էինք ոնց։ Հիմա ասում ենք միայն թե հանգարց չասեն, որ ընկեր ունի։ Ես ձեզ ավելին ասեմ, ես մի գուսագրոն եմ ճանաչում, եւ սա ես ասում եմ եւ վստահ եմ, եթե վստահ չլինեմ, ես կյանքում ես խոսքը չեմ ասի։ Մի գուսագրոն եմ ճանաչում, որ իր աղբոր գնոջ հետ է,
Մենք ուր ենք հասել։ Ժողովուրդ, մենք ուր ենք հասել։ Այս բոլորը գալիս է նրանից, որ մեր ժողովուրդը մեզ հաշվետվության չի գանչում։ Մեր ժողովուրդը այդքան ազնիվ է, նույնիսկ տեսնում է մեր տերությունները, բայց փագում է, չի խոսում։ Ասում է օձյալին մասին խոսել, եղբայր օձյալը ո՞րն է։ Եթե օձյալ ես, ուրեմն դու շարժվի ըստ քո օձումին, ըստ քո գարկին, բայց եւ որ դու արդեն շեղվում ես այդ օձումից, Աստված էլ քեզանից կհեռանա։ Աստված էլ քեզանից մեջ կդարձնե եւ ինչպես Դավիթ մարգարեն ասում է, որ Աստված իր սուրբ հոգին իրանից խլեց, հեռացավ սուրբ հոգին, դխրեցավ սուրբ հոգին։ Եվ Պողոս առաքյալը ասում է՝ մի դխրեցնեք սուրբ հոգին, որովհետև եթե դխրեցնեք, դա ձեզ գլկի։ Դխրեցնելը ո՞նց է։ Դխրեցնելը մեր ամփարոյական կյանքով է, որ Սուրբ Հոգին չի գարա ընդեղ գործել։ Մի ասեք օձյալ է, դուք ձեզ խաբեք, դուք ձեզ մոլորեցնեք։ Այսօրվա դեր Արամի գադարած բադարակը ես չեմ փոխի 1000 Գաթողիկոսի գադարած բադարակ։ Այնպես որ ինչի եք զարմացած, եղբայր, ինչի եք զարմացած։ Ինչ եք սպասում։ Ինչ եք սպասում։ Ինչ ասիգա դագավին ինչ որ բացահայտվեցավ։ Դագավին ինչ որ չէ բացահայտվել եւ ինչ որ մենք մեր մեջ բահում ենք դարիներ ու դանչվում ենք նրանով, եթե դա բացահայտվի։ Ինչ պիտի անեք, Ժիրայր ջան։ Ինչ պիտի անեք։ Շատ բան եք պահում, Տեր Արմեն, այսինքն շատ բան կա, որ Արդեն դրակում ենք, Ժիրայր ջան, արդեն դրակում ենք։ Միշտ ասում էի, ով Աստված թող ժողովուրդը չիմանա։ Ամեն ինչ թող չիմանա, որովհետև ժողովուրդը որ իմանա պիտի մոլորվի։ Բայց մեկ էլ ասում եմ հիմա ներկա ժամանակին, ասում եմ փառք Աստուծո, որ ինքը թույլ տվեց, որ այս բացահայտումները լինեն, որբեսի մեր խեղճ ու գրակ ժողովուրդը անկետ ժողովուրդը ոնց որ Աճաբահյանը նրանց գոչում է, անկետ ժողովուրդ, մեկ մեզ գիտություն չդվեց։ Եվ մեր ժողովուրդն էլ մեղք ունի, որ ինքը գիտության հետևեն չգնաց, որբեսի սովորի։ Իրենք մեզ բայեցին այս խեղճ վիճակի մեջ։ Մի անցե որ մի հատ կանա ասում է, որ ավետարան հանգարտ չգարտակ առանց հայրերի մեկնության, ավետարան չգարտակ առանց հոգևորականի ներկայության։ Եղբայր, եթե սրանք են քո հոգևորականները, որ պիտի հսկեն, որ ես ինչպես գարտամ ավետարանը, բետ չունեմ ես հոգևորականների, բետ չունեմ։ Քրիստոնեությունը ինչպես տարածվեց աշխարհում, ինչպես տարածվեց 12 առաքյալ, 72 աշակերտ, ոչ մեկը մույսից մեծ չէր։ Ընդհակառակը մեկը մույսին ծարան է։ Մեկը մույսին ավելի նվազ էր ինքը համարում մույսին արջև։ Այսպես սիրով եւ խոնարհությամբ տարածվեցավ քրիստոնեությունը։ Այսօր քրիստոնեությունը դուք հանեցիք իր ahunեն։ Դուք մեզ մեր քրիստոնեական շորերեն հանեցիք։ Դուք մեզ մեր հավատքեն հանեցիք։ Հերիք է, բոլ եղավ։ Բոլ այմարդ դուք հաճիկ չեք անում, որ դուք մի օր Աստծո երեսին եք նայելու։ Դուք ոնց եք, ես չգիտեմ, Քրիստոսի Թադաստանին արջև։ Դու ոնց պիտի կանգնես, բայց դա փաստ է, որ իրենք չեն հավատում, Ժիրայր ջան։ Իրենք աթեիստ են, չեն հավատում, որովհետև հավատացող ղեկավարը, հավատացող առաջնորդը չի կարող տեսնել, որ իր ժողովուրդը մոլորվում է եւ հեռանում է դեպի աստվածամերժություն, դեպի աթեիստություն եւ ինքը իր դեղ նստել ու ոնց որ բան չի եղբայր։ Դուք ումուր իջնում եք ձեր երեսին ամեն կողմից, դուք ասում եք, որ անցնեվա գալիս։ Ասում եք, չգիտեմ, Ժիրայր չգիտեմ։ Ես բաբանցած եմ։ Տեր Արմեն, իսկ դեռ շատ բաներ կան, որ կարող են բացահայտվել եւ մեզ համար, հանրության համար ցնցող լինել։ Դա Աստված, որ այս բացահայտումները բավարար լինեն եւ իրենք ամճնան ու քնան։ Դա Աստված, որ վարչապետը թույլ չտա, որ այդքանից ավելի բացահայտումներ լինեն եւ այս մարդկանց վերջը տնե եւ այս մարդիկ գնան
Միայն քնան, որովհետև ամեն մեկ բացահայտում աստում է մեր հավատացյալի հոգու խորքին, Ժիրայր ջան։ Ինձ հետ խոսում են մեր հավատացյալները, որոնք եկեղեցու զավակներ են, որոնք միշտ տեսել են տերությունները, բայց ասել են, որ ոչ, սա իմ եկեղեցին է, ինչ տերություն է լինի հոգևորականի կողմը, ես ինքս եկեղեցու չեմ զրկելու։ Այսօր այդ հավատացյալը ինձ զանգում է, ասում է դեր այր, էլ ես չեմ գնալու եկեղեցի։ Ասում է ես գնամ սրանց ցերկից ոնց հաղորդություն առնեմ։ Ոնց հաղորդություն առնեմ։ Չի վստահում։ Չի վստահում։ Եվ պիտի ասեք, որ լավ, այդ քահանաները հավա ինչ մեղք ունեն։ Քահանաները երբ որ տեսնում են անարդարություն, եւ լրում են այդ անարդարությանը, եւ պաշտպանում են այդ անարդարությունը, ուրեմն իրենք մեղսագից են։ Ուրեմն իրենք այդ բնդեից օգուտ ունեն, շահ ունեն։ Նրա համար չեն բացահայտում։ Եվ կամ կոմպրոմանտներ կա իրենց վրա, եւ իրենք վախ ունեն, որ այդ բոլորը բացահայտվի։ Այսօր դեր Արամը փաստեց, որ իր ճակատը բաց է։ Փաստեց, որովհետեւ իր վրա կոմպրոմանտներ չկան։ Մույս դեր դատեն փաստեց, որ ինքը մաքուր է եւ իր ճակատը բաց է եւ վրեն կոմպրոմանտներ չկան, բայց ըստ երևույթին մույսների վրա կոմպրոմանտներ կան։ Եղբայր, ինչից եք վախենում։ Ինչից եք վախենում։ Ձո երկրի վարչապետը, երկրի կառավարությունը, ղեկավարությունը ամբողջ ձեր մեջ կին է։ Երկրի վարչապետը խոնարհած զունգի եկած ձեր արջև։ Ձեզ ասում է, որ դուք իմ եղբայրներն եք։ Դուք իրան ասում եք, դուք հութայ ես, դու ներ ես։ Ձո ինչ եք ուզում։ Ձո որն եք գնահատում։ Գներես Շիրայր ջան, որ բարգացած եմ խոսում, բայց ուղղակի հունից հելանք։ Հասկանում եմ։ Հունից հելանք։ Ես ամեն օր ավետարանական ուսուցում եմ անում, ամեն օր։ Ես 15 օր էլ չեմ խոսում։ Չեմ խոսում։ Մարդիկ զանգում են, ասում են, դերա ինչ ա եղել, խոպան չես եղել, որ չես խոսում, ամեն առավոտ խոսում էի։ Էլ չեմ ուզում խոսել։ Չեմ ուզում ծեր պատճառով նույնիսկ չենք ուզում ավետարան կարոզել, որովհետև մարդիկ ծեր կորձերին նայելով իմ խոսքը ոնց պիտի լսեն։ Եթե ցեզ տեսնում են իրենց աչքին առաջ, այդքան շտորին վիճակի մեջ։ Այս կահանան, որ ինտերնետի հետևից խոսում են, իրանք ինչ պիտի մտածեն։ Էսով է ինչա։ Մենք չենք ճանաչում։ Մեր ճանաչածները տեսնում ենք մեր աչքին առաջ ինչ են անում։ Էլ մեզ չեն ուզում լսել։ Էլ հոգևորականի վարգը ինգավ 0։ 0-ից 1000 աստիճան ավելի ցած ընկավ քահանայի վարգը։ Եվ նրա համար է այսօր Հայաստանի հոգևորականները ոչ իրենց Facebook-ի վրա ոչ գրում են դեր, ոչ գրում են հայր, ոչ գրում են իրենց շորը Facebook-ի իրենց նկարներում մեջ, աշխարհական անուններով են ման գալիս։ Հրաբարակները աշխարհական շորերով են ման գալիս։ Ինչու? Երկու նպատակ է։ Որբեսի չջանչծվեն, որ հոգևորական են, ու դուք ուբուր չուդեն, իսկ երկրորդ, որբեսի ազատ անգախ լինեն, մեկը չիմանա, որ իրենք հոգևորական են, որբեսի իրենց ուզածին պես իրենց կյանքը ապրեն։ Իսկ եթե Կտրիչ Ներսիսյանը չհեռանա, ինչ է լինել։ Եղբայր չհեռանա, իրեն շնորհավոր լինի աթորնել, շնորհավոր լինի մայր աթորնել, ամեն ինչ իրանց թող մնա։ Մենք մեր գլխուճարը գնայինք, եղբայր։ Մեր գլխուճարը գնայինք։ Ես հիմա ուզում եմ մի բան ասել, հանգարց եթե իմ ասածը ճիշտ լինի, պիտի ասեմ, որ դեր Արմենը մի բան գիտեր, չէ, ես բան չգիտեմ, բայց ես խոսքիս սկիզբը ասեցի, որ հիմքը դրվեց մեր առաջին եկեղեցվո Հովանավանքի մեջ։ Եղբայր, չեք ուզում դա ցեզ շնորհավոր լինի։ Մենք մերոնցով մենք հարաճ կգնանք։ Հարաճ կգնանք։ Ես չենք ուզում, եղբայր, չի ուզում գնա մարդը։ Չի ուզում գնա։ Ձո ինքը ոչ թե պետք է ուզենա գնա։ Ինքը պետք է քիշեր ցերեկ աղոթի, որ Աստված իր հոգին առնի, որովհետեւ մենք ազատենք Իրանից ու ինքն էլ ազատվի։ Որովհետեւ այս մարդը խեղճացել է։ Այս մարդը մեղք է, ժողովուրդ։ Մենք չգիտենք ինչ ջնշումներ կա սրա վրա։ Գամ ջնշումներ կան եւ գամ ինքը վախենում է, որ հանգարց եթե հրաժարվի գնա, այնտեղ ավելի մեծ բացահայտումներ պիտի լինեն։ Ես չգիտեմ, այսին
Մարդը պիտի մի քիչ արժանապատվություն ունենա Ժիրայր ջան, մարդը մի քիչ արժանապատվություն պիտի ունենա։ Երկրի վարչապետը, բաբա մորցիր երկրի վարչապետը։ Զո Հայաստանի ժողովրդի 80, ես մի անգամ գնացի Երևանից մինչև Խորվիրապ, ճանապարհին տաքսու վարորդին ասեցի, ուր որ մարդ տեսնես գանքնի։ Եվ Բադուհանն էի բացում, բարև ձեզ, ինչ կասեք Քարեքին Գաթողիկոսի մասին։ Մարդիկ բացի թուրքումորից չէին տալիս։ Ես խոսում եմ ձեզ 8 տարի առաջ, 7 տարի առաջ։ Բա հիմա եղբայր քեզ չենք սիրում։ Նայ մենք որպես քրիստոնյա ստիպված ենք իրար սիրել, բայց քեզ չենք սիրում։ Գնա, չենք սիրում քեզ, չենք ուզում քեզ։ Հերիկա։ Տեր Արմեն, որ ասում եք ճնշումներ, ինչ նկատի ունեք։ Եղբայր չգիտեմ KGB-ը ինչ կուսակցությանա պատկանում, թե բույս ծեր կողմի այդ կուսակցությունները Սերժնա, Ռոբնա, ինչնա մարդիկ նրան ճնշում են, այսին ես չեմ պատկերացնում մի մարդ, որ այսքանից հետո ինքը դակավին գարչած է մնում եւ այսքանից հետո Ժիրայր այսօր ինքը գադարում է բադարակ եւ ցերնատրություն։ Հոգեվորական է այսօր ցերնատրում։ Դու ինչ հոգեվորական ես ցերնատրում։ Ինչ հոգեվորական ես ցերնատրում։ Քո ցերնատրած հոգեվորականները տեսանք։ Քո ցերնատրած եպիսկոպոսները տեսանք, ինչ ես անում, ինչ ես անում։ Սրանք ովքեր են։ Բայց ես իրան չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ այն մարդկանց, այն սարգսակներին, որոնք այսօրվա այս պայմանների լույսի տակ իրենք ընդունեցին, որ ինքը նրանց օձի կհանա։ Ես նրանց եմ մեղադրում։ Ինքը չի ամաչում։ Բայց դուք չեք ամաչում։ Դուք չեք ամաչում։ Տեր Արմեն, երբ ասում եք, եթե չի գնում, մենք էլ մեր ճանապարհով առաջ կգնանք, հիշատակում եք պատարագը Հովանավանքում, նկատի ունեք Մայրաթորեն զուգահեռ եւս մի եկեղեցի։ Անշուշտ է, դա մեծ սխալ է, Ժիրայր ջան, դա մեծ սխալ է։ Մեծ սխալ է, որովհետև Քրիստոսի եկեղեցի մեկ է, առաքելական եկեղեցի մեկ է, պետք չէ ջեղտվի, պետք չէ ջեղտվի։ Բայց ինձ ասա ինչ ճարգա ժողովուրդ, ասեք ուրիշ ինչ ճարգա։ Այսօր ոչ թե միայն Հայաստանն է դարաբում, այսօր ամբողջ աշխարհը դարաբում է։ Մենք Բուլղարիայի մեջ գարիք ունենք անմիջական նվազագույն 5 կանայի։ Այս մարդը պատժել է այս ժողովուրդը, որ մինչև ծեր գալվածները չդակ էջմիածին, ես ցեզ հոգևորական չեմ ուղարկի։ Եվ նրա համար Տեր Արմենը դողել է դունը, դեղը, ընտանիքը, եկել ազդեղ որպես այս ժողովրդին ծառայի։ Եվ նրա համար Տեր Արմենին էլ կբավ, Տեր Արմենին էլ գարկալուծրավ, որովհետև Տեր Արմենը այստեղ եկավ եւ իր բոլոր շահերով հաշիվները խառնեց։ Մենք դանչվում ենք Ժիրայր ջան։ Հայ եկեղեցին դարաբում է բարի իսկական իմաստով, ոչ թե միայն գդրիչի ցերկով, այլ գդրիչի ցերկի այդ մանգլավիկ եպիսկոպոսների ցերկի դա։ Այսօր այստեղ մի տարի ազդեղ, որ ես եկել եմ, մի տարվա մեջ այստեղի առաջնորդը Դատև Հակոբյան եպիսկոպոսը, որ Բուլղարիայի յանմ դեղաբահն է եւ Բալկանյան երկիրների, չգիտեմ ինչն է, ուր-դեղից են բերում այս դիդխոսները, այս բաները, չգիտեմ։ Մարտի 3 անգամ է փողոք է ներկայացնում կառավարության մոտ եւ սա երրորդ անգամը պիտի լինի, որ այստեղի ոստիկանությունը, քաղաքնի ոստիկանությունը, չգիտեմ ինչերը հետախոզում են մեզ գանչում են եկեղեցական վարչության, գանչում են կահանային, եղբայր ասում են ինչ եք ուզում։ Ասում է, այս ծեր առաջնորդը ասել է, որ սա անօրինական կահանա է, ինքը այստեղից պետք է գնա, դուք չգիտեմ ինչ, դանում բերում ոստիկանության մոտ, քաղաքնի ոստիկանության մոտ, KGB-ի մոտ, չգիտեմ, ամոթ է եղբայր, ամոթ է։ 3 զանգեցի նրան 3 զանգեցի Դատևին, եթե հիմա այս հերախոսով, որ հիմա լայվ եմ անում, թե չէ հիմա գտնեի, որ դուք տեսնեք եւ լսեք իրան ինչ ասեցի։ Արա ամոթ է, ամոթ։ Ձո ամոթ է, դու ում ես տալիս ոստիկանության։ Ձո ում ես խամազում։ Ամոթ չի քեզ։ Ձո դու դղամարդ չես։
Զանգեցի իրան երկու խոսք ասեցի, փագեց երեսից։ Ձո ամոթ ինչի ես փագում։ Դու եթե դու քեզ համարում ես առաջնորդ, դու քեզ համարում ես եպիսկոպոս, հել արիզ դե։ Հել արիզ դե ասա ժողովուրդ ձեր ցավի ինչ է։ Ձեր դարդի ինչ է։ Մեզ ոստիկանության դանելով, բերելով, այնտեղ բան չես օգտվի։ Այստեղ ժողովուրդը միասիրտ է, միահոգի է։ Ինչ էլ անեք չեք կարողանալու։ Որտեւ երբ որ եկեղեցին եւ ժողովուրդը հիմնված լինեն Քրիստոսի սիրո վրա, դուք չեք կարա ոչ մի բան փոխել, չեք կարա, դուք այլևս վերջացաք, դուք զերոյացաք։ Շատ է խոսվում վերջերս, որ հնարավոր է կաթողիկոսի դեմ քրեական գործեր հարուցվեն։ Կան ըստ ձեզ այդպիսի քայլեր կամ գործողություններ կամ կաթողիկի կողմից կամ հիմքեր, որ հնարավոր լինի նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ Եղբայր ավելի հիմք որ մեկն է, չգիտեմ ինչա սպասում վարչապետը։ Այսին հստակ հերախոսազանգ կա, որ կաթողիկոսի հրամանով հայր աղանին բարդատրում է, որ իր մորը հիվանդ որտեգորուս մայրը, որու զավակը նահատակվեցավ այդ վերջին պատերազմին, ըստուգում է նրան, որ իր որտեգորուս այդ մայրը առնի ու դանի ցույցերի դեմ Նիկոլի դեմ զինք կոչելով հավատքի տշնամի։ Արա հավատքի տշնամի Ձո Նիկոլն է հավատքի տշնամի։ Ձո Նիկոլն է հավատքի տշնամի։ Այսին սրանից ավելի մեծ ինչ պետք է։ Այս մարդը փողով, ուժով, իշխանությամբ բեդականության թեմ կանգնած է։ Այսին սրանից ավելի հիմք ինչ պետք է։ Մորացանք զավակունի, զավակչունի, տորնիգունի, մորացանք, բայց այս մարդը աշխատում է մեր բեդականության դեմ։ Այսին սրանից ավել ինչ հիմք պետք է, Ժիրայր ջան, ինչ հիմք պետք է։ Ես զարմանում եմ մեր վարչապետի համբերադարությանը։ Զարմանում եմ, ուղղակի այս մարդը ամեն օր ավելի է փաստում, որ ինքը քրիստոնյա է։ 6 տարի է քեզ դուք ումոր են անում։ 6 տարի է քեզ ներ են գոչում, թե քեզ անտիքրիստ են գոչում, քեզ հավատքի տշնամի են գոչում։ Բարոն վարչապետ, այսին այդքան էլ քրիստոնյա լինելը շատ։ Ես օրինակ ես հունիցս էլա։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Ժիրայր, բարի օր։ Ընկերներ, զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվտ է Արմեն Քահանա Մելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա իրադարձություններին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։